Վեհափառ հայրապետի եւ բարձրաստիճան հոգեվորականների շուրջ ստեղծված իրավիճակը խռովեցնում է հավատացյալ ժողովրդին, նսեմացնում եկեղեցու արժանապատվությունը եւ խորացնում ներազգային պառակտումը։ Իր հայտարարության մեջ նշում է Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ խաժակ arczepiskopos Պարսամյանը։ Առաքյալի խոսքի համաձայն, եթե մեկ անդամ չարչարվում է, բոլոր անդամներն էլ չարչարվում են։ Երբ եկեղեցին վիրավորվում է, այդ ցավը դիպչում է ամբողջ ազգին, ուստի ներկա իրավիճակը պետք չէ, որ վերածվի ոչ ճնշումի, ոչ հրապարակային նվաստացման, ոչ էլ հաստատության հեղինակազրկման միջոցի։ Վեհափառ հայրապետն ու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ եպիսկոպոսները քրեական գործի շրջանակում են դատարան կանչվել։ Այսպիսի պարագան իր էությամբ իսկ չափազանց լուրջ է եւ պահանջում է օրենքի պատշաճ կիրարկում, արդար ընթացակարգ, զսպվածություն եւ եկեղեցու սրբազան առաքելության նկատմամբ անսակարգ հարգանք։ Հայ առաքելական եկեղեցին պարզ հաստատություն չէ, այն մեր ժողովրդի հոգևոր մայրը, դարավոր հավատքի կենթանի վկայությունն ու ազգային ինքնության սրբազան հիմնասյուներից մեկն է։ Հետևաբար որևէ ընթացք կամ արտահայտություն, որ վիրավորում է եկեղեցին, նսեմացնում նրա հոգևորականներին կամ այն դարձնում հրապարակային հակամարտության առարկա, վնաս է հասցնում ոչ միայն եկեղեցական կյանքին, այլև ազգային համերաշխությանն ու հանրային վստահությանը, նշված է խաժակ arczepiskopos Պարսամյանի հայտարարության մեջ։ Դամասկոսի, Գերմանիայի, Իրաքի հայոց թեմերի առաջնորդները նույնպես հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում նշում են. կաթողիկոսի դատավարությունը լուրջ հարցադրումներ կարող է առաջացնել բոլոր նրանց շրջանում, ովքեր կարևորում են կրոնական ազատությունը, իրավունքի գերակայությունը եւ ժողովրդավարական պետության հիմնարար սկզբունքները։ Ներկա իրավիճակը լուրջ հարցադրումներ է առաջացնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված խղճի եւ կրոնի ազատության, պետության ու եկեղեցու տարանջատման սկզբունքի, Հայաստանյաց առաքելական եկեղեցու ներքին ինքնավարության եւ նրա առաջնորդի իրավասություններին առնչվող հիմնարար սկզբունքների պահպանման առնչությամբ, խաթարված է մեր եկեղեցու բնականon գործունեությունը։ Նման գործընթացները վտանգում են հասարակության ներքին համերաշխությունը, խորացնում պառակտումը եւ կարող են վնասել պետության ժողովրդավարական հեղինակությանը, ինչպես նաեւ Հայաստանի միջազգային վարկանիշին, որպես մարդու իրավունքներն ու կրոնական ազատությունները հարգող պետության, նշված է եպիսկոպոսների հայտարարության մեջ։ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանն իր հայտարարության մեջ անդրադառնում է Արցախի ողբերգական կորստին։ Սեփական սխալներն ընդունելու եւ ազգային համախմբում ձևավորելու փոխարեն իշխանությունները հայ հանրության ուշադրությունը շեղում են ազգային իրական խնդիրներից եւ դրա փոխարեն թիրախավորում են այն հաստատությունը, որը դարեր շարունակ եղել է հայության վերջին եւ ամենահուսալի ապավենը։ Պատմությունը, այդ թվում 20-րդ դարի տոտալիտար վարչակարգերի փորձը, վկայում են, որ եկեղեցու ձայնը լռեցնելու փորձերը խորացնում են բարոյական ճգնաժամն ու ծանր հետևանքներ թողնում ժողովրդի վրա, որը ցավոք սրտի միշտ ստիպված է լինում վճարելու իշխանությունների վարչական ու բարոյական սխալների համար։ Երկար տարիներ Եվրոպայում ծառայած հոգևորական Տաթև Սրբազանը շեշտում է, որ ժամանակակից ժողովրդավարական աշխարհում պետական իշխանության նման կոշտ միջամտությունը եկեղեցու առաջնորդի գործունեությանն իսկապես աննախադեպ է։ Այսօր Սփյուռքի հայ հոգևորականները հաճախ ամոթով ստիպված են լինում պատասխանել իրենց ապրած երկրների պետական, եկեղեցական եւ հասարակական շրջանակներում տրվող այն հարցերին, որոնք զարմանքով եւ անհանգստությամբ հնչում են Հայաստանի Հանրապետությունում Հայ առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի հայոց թեմը նույնպես մտահոգված է։ Ներկայիս դատական վարույթները վերջին տարիներին Հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ հնչեցրած հրապարակային հայտարարությունների, իրավական գործողությունների եւ այլ միջոցառումների հետ միասին ստեղծել են եկեղեցու նկատմամբ շարունակական ճնշումների վերաբերյալ լայն տարածում գտած բացասական ընկալում։ Նման զարգացումները վտանգում են հանրային վստահությունը, խորացնում հասարակության ներսում առկա բաժանումները եւ թուլացնում մեր ժողովրդի հնագույն եւ ամենավստահելի հաստատություններից մեկը։ Վերջին զարգացումները լուրջ հետևանքներ ունեն նաեւ Սփյուռքում գործող Հայ առաքելական Սուրբ եկեղեցու կյանքի եւ հովվական առաքելության վրա։ Դրանք խոչընդոտում են ամենայն հայոց կաթողիկոսի եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի բնականon հովվական ծառայությունը, անորոշություն են ստեղծում հավատացյալների շրջանում եւ սահմանափակում եկեղեցու կարողությունը ամբողջ աշխարհում հայ համայնքներում լիարժեք իրականացնելու իր հոգևոր առաքելությունը, կարդում ենք Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի հայոց թեմի հայտարարության մեջ։